Որտեւ իրանք ոչ միայն պատերազմում են պարտվել, նրանք պարտվել են իրենց մոտ, իրենց հոգեբանորեն են պարտվել, իրենք իբրև մարդ են պարտվել, իրենք այլևս չունեն արժեքներ, որոնց համար պատրաստ լինեն քին վճարել, որոնց համար պատրաստ լինեն ճիգ թափել, պայքարել, իրանք վերջացել են, պարտությունը իրենց միսու ոսկորի վրա է ազդել, իրանց ամբողջ էության վրա է ազդել, պատերազմում պարտվելը այդքան սարսափելի չի, եթե մարդը կարողանում է դիմանալ, մարդը կարողանում է դիմացկուն լինել, մարդը կարողանում է ոտքի կանգնել, իսկ եթե չի փորձում ոտքի կանգնել, դա նշանակում է ինքը անպետք է արդեն, պետք չի որևէ բանի, ես այդպես եմ կարծում։ Պարոն Մարկարյան, Հույդան լինելով այն հիմնական այսպես առաջ քաշող ուժերից մեկը մանավանդ Սփյուռքում, որ միշտ բարձրաձայնել է ցեղասպանության ճանաչման, պահանջատիրության հարցերը, երբևէ կպատկերացներ հենց այդ կուսակցության ներկայացուցիչները, որ օրը կգա, որ այդ առաջնահերթությունը ճանաչման, պահանջատիրության կբերվի ներազգային մակարդակի, որ այսօր այդ հարցը կդրվի հենց Հայաստանի Հանրապետությունում։ Գիտեք, 110-ամյակ ենք մենք տոնում, 110-ամյակի ընթացքում գուցե ավելի քան 25 տարի, բացի վերջի 25 տարի, որ մենք անկախ պետականություն ենք ունեցել եւ պետությունը ինչ-որ իմաստով հետամուտ եղել ցեղասպանության միջազգային ճանաչման, այդ պայքարը եղել է հիմնականում Սփյուռքյան ազգային կուսակցությունների պայքար։ Երբեք չի եղել համընդանուր պայքար։ Ես ցավով եմ ասում դա, որտեղ մեր պետականությունը այսպես ասած անկախ ազգային պետականություն չի եղել։ Գուցե հիմա էլ նույն վիճակի մեջ է։ Ես սա ողբերգություն չեմ համարում։ Համարում եմ, որ այստեղ էլ փոփոխություն տեղի կունենա։ Էլի կգա մեկ ժամանակ, որ ամբողջ ազգը մեկ մարդու պես հետամուտ կլինի հայկական ցեղասպանության միջազգային ճանաչման եւ իրավունքների վերականգնման։ Սա պահ է, ժամանակաշրջան է, փուլ է, մենք հանգրվան է, որ կանցնի, վատ երազի պես կանցնի։ Ես վստահ եմ, որ կգա նորից այն ժամանակը, որ մենք միասնաբար ոտքի կանգնենք մեր իրավունքներին վերատիրանալու համար։ Ինչպես պայքարով, միասնականությամբ, ուրիշ ձև չկա։ Եթե դու ազգային նպատակներ ես հետապնդում, այդ ազգը միասնաբար պետք է կարողանա այդ նպատակը հետապնդի։ Այդ միասնականությունը կազմակերպությունը նշանակում, այդ կազմակերպությունը պետականությունն է։ Այսօրվա պետականությունը գուցե ատակ չի, կարող չի դա անելու, բայց վաղվա իշխանությունը անպայման դա կարող է։ Արդյոք այդ ժամանակ արդեն իսկ ուշ չի լինի։ Օրինակ Արցախի դեպքում Նիկոլ Փաշինյանն ասում էր նշաձողի իջեցումը կարող է փրկել, բայց նշաձողի իջեցումն էլ չփրկեց։ Այսօր հայոց ցեղասպանության ճանաչման հարցը միջազգային օրակարգից է դուրս բերվում, քանի որ այս իշխանությունները նշում են, որ իրենց օրակարգում միջազգային ճանաչման հարցը չկա։ Գիտեք, զիջումը երբեք չի կարող քաղաքականություն լինել։ Զիջումը, եթե շարունակական քաղաքականություն է լինում, վերջանում է ինքնասպանությամբ։ Երբ նշանածող էին իջեցնում, մենք էլի դրան դեմ էինք։ Մենք նորից ասում ենք, որ սա ճիշտ ճանապարհ չի։ Ոչ թե որ մենք զիջումների ընդհանրապես կողմ չէինք։ Մենք ասում ենք զիջումները պետք է լինեն փոխադարձ, միաժամանակյա, համաչափ։ Մենք այդպես էինք խոսում։ Բայց երբ դու միակողմանի զիջումների ես գնում եւ շարունակապար ես գնում միակողմանի զիջումների, դա վերջանում է ինքնասպանությամբ։ Եվ մենք գրեթե այդ վիճակի մեջ ենք։ Գրեթե սատկել ենք, գուցե մեռել ենք, մենք մեզ սպանել ենք, մենք մեր իրավունքների տերը չենք։ Եթե տերը չենք, ուրեմն կենթանի չենք։ Պարոն Մարկարյան, գիտենք, որ որքան քաղաքացին Հայաստանի Հանրությունը դժգոհում է այսօրվա իշխանություններից, նույնչափ էլ դժգոհություններ կան ընդդիմությունից, ասում են որևէ միայն հարտահայտություններ են անում, այսպես ճառեր են կարդում, բայց որևէ հստակ օրակարգ թե ելքեր չեն առաջարկում։ Բնական է, որտեղ այս ժողովուրդը ընդդիմությունից պահանջում է, որ այս իշխանության հեռացնի։ Քանի չի հեռացրել, դժգոհ կլինի, բայց ինչպես պետք է լինի։ Այսինքն դա բնական բան է։
մեզնից ակնկալվածը մենք չենք կարողանում անենք։ Եւ Որն է բնականաբար պատճառը վերլուծել եք, որն է պատճառը, որ մինչ օրս չի հաջողվում։ Այսքան շարժումներ ձևավորվեցին, ոչ ոք չունի նման հնարք, նման ձև, որ 1, 2, 3 քայլ եւ ինչ որ մի ծրագիր հաջողվի։ Այսօր չլինի, վաղը կլինի, վաղը պատերազմից 5 տարի անցել, ինչքան շարժումներ ձևավորվեցին նույն պահանջով իշխանության հեռացման, բոլորը հերթով տապալվեցին ձախ։ շարժում ունեցավ վերջապես իր արդյունքը, ձեռք բերեց ինչ որ մի արդյունք, ինչ որ մի բան հետաձգեց, ինչ որ մի բան խանգարեց։ Այդպես չէր որ անարդյունք էր։ Վերջնական արդյունքը չի գրանցվել, կգրանցվի, ես ձեզ վստահեցնում եմ։ Մի գեղեցիկ առավոտ կարտնանակ եւ կտեսնեք որ գրանցված է։ Պարոն Մարգարյան, Դաշնակցությունը նախագիծ առաջ քաշել ցեղասպանության ժխտումը իրականացումը ավելի խստացնել։ Այսինքն գործող օրենք կա արդեն պատիժ սահմանվում է։ Դուք ի՞նչն եք ուզում ավելի խիստ լինի, ի՞նչն է ձեր Ճիշտ առանցքը։ ասած ես խորհրդարանական բանից մի քիչ հեռու եմ։ Ավելի լավ է հարցը տակ խորհրդարանի պատգամավորներին, որ կարողանան ավելի ստույգ պատասխանել։ Բայց ես հասկանում եմ, որ ժխտումը քրականացնելու խստացումը հետևանք այն բանի, որ ինչ որ բաներ են մտնում, այսպես ալիքներ են մտնում, որ ոչ թե ժխտում են, այլ կասկածի տակ են առնում ցեղասպանություն կամ քննության, սա թուլացնում է մեր ընդհանուր դիրքորոշումը, պայքարը, հարցը կարծեմ դրան։